Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շրջանառության մեջ եղած ապօրինի զենգզինամթերքը շարունակում է մնալ հասարակության անվտանգության լուրջ մարտահրավերներից։ Խնդիրը ավելի սրվեց 2020-ից հետո, երբ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմից հետո մոտ 17,000 ինքնաձիգ է անհետացել։ Մի մասը հայտնաբերվել է, զգալի մասը դեռ ոչ։ Ներքին գործերի նախարարը լրատվամիջոցներին վստահեցրել է, թե հետևողական գնացել են ապօրինի զենքերը շրջանառությունից դուրս բերելու ճանապարհով եւ որ 2025-ին նախորդող տարվա համեմատ ապօրինի շրջանառությունից 42,2% ավելի զենք զինամթերք է դուրս բերել։ Աշխատանքը եղել է երկու հարթությունում՝ բացատրական աշխատանք, այսինքն կամավոր հանձնման ռեժիմ եւ խուզարկությունների ճանապարհով, որը ենթադրել է օպերատիվ աշխատանք։ Հրազենի գործադրումը հաճախ ուղեկցվում է ծանր հետևանքներով մարմնական վնասվածքներից մինչև սպանություններ։ Թեպետ ըստ պաշտոնական տվյալների 2025-ի ամփոփ վիճակագրությամբ երկրում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված վարույթներով 24 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3,2% նվազում։ Այնուամենայնիվ 24 դեպքով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Պիտի նաև փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ։ Ձերբակալումների մեջ բնականաբար չկան կամավոր հիմունքներով ներկայացված զենգզինամթերքին առնչվող դեպքեր։ Ապօրինի զենքերի շրջանառության դեմ պայքարում կան որոշակի բացթողումներ, նկատում են մասնագետները։ Նրանց խոսքով իրավիճակը սկսվեց ավելի պատկերավոր արտահայտվել արձանագրված մի քանի դեպքերից հետո, երբ հանցագործության դեպքում ապօրինի զենքի աղբյուրը կամ չէր երևում, կամ ենթադրության ուղղությունը գնում էր դեպի ռազմադաշտից բերած զենքերը։ Միանշանակ հայտնաբերվել են ապօրինի զենք զինամթերք, բայց դա բավարար չի հետագայի համար ասելու, որ մենք բացթողումներ չունենք։ Ես ասեմ, որ 90% զենքերի աղբյուրը ստանում է հենց ապօրինի զենք զինամթերք։ Ապօրինի զենքի հայտնաբերումն էլ, եթե ոստիկանությունը ուզենա, քողարկված ձևով կարող են այդ սոցիալական հարթակներում հայտնաբերվի եւ կանխվի։ Մասնագետները կարևորում են կանխարգելիչ աշխատանքները, հանրության իրազեկումը, վստահության բարձրացումը եւ անվտանգության մշակույթի ձևավորումը։ Դրանք հատկապես կարևոր են դեռահասների եւ պատանիների շրջանում, քանի որ դրանց ձեռքբերմամբ նրանք կարող են անդառնալի իրադարձությունների զոհ դառնալ։ Հանցագործության գնացող անձը, ով նախապես պլանավորել է կատարի հանցագործություն, ինքը իր երաշխիքը ապահովելու համար, որ կենթանի է մնալու, մի հատ այս վերջի իրադարձություններն է, որ նայեք, քանի զենք ա եղել։ Ես համոզված եմ, որ բոլորն էլ ապօրինի զենքեր են եղել։ Միջոցառումները պետք է լինեն ակտիվ, պետք է լինեն պրոդուկտիվ, որպեսզի քաղաքացուն բերեն մի իրավիճակ, որ ինքը կամավոր կարողանա հանձնի այդ զենքը։ Իրավապահ մարմինները շարունակում են իրականացնել բացահայտման ուղղված միջոցառումներ, կիրառվում են նաև կամավոր հանձնման մեխանիզմներ, սակայն մասնագետները ընդգծում են, որ խնդրի լուծումը պահանջում է ոչ միայն իրավական, այլ նաև հասարակական ճիշտ մոտեցում։ Կարևոր է բարձրացնել իրազեկվածությունը, խրախուսել պատասխանատու վարքագիծը եւ ձևավորել անվտանգության նկատմամբ առավել զգոն վերաբերմունքը։ Զորակոչիկների առողջական խնդիրների գնահատման գործընթացում հաճախ առաջանում են անհամաձայնություններ, ահազանգում են մասնագետները։ Դեպքեր են եղել, երբ առողջական հիմքով տարկետում ստացածները առանց վիճակի էական փոփոխության հաջորդող զորակոչին ճանաչվել են պիտանի։ Այստեղ եւս ունենք թե ժամանակի խնդիր, թե զորակոչի կազմակերպման, պատշաճ կազմակերպման խնդիր եւ արդյունքում բողոքարկման արդյունքում հնարավոր եղավ հասնել լրացուցիչ հետազոտությունների իրականացման եւ արդեն տարկետման տրամադրման որպես արդյունք։ Եղել են նաև իրավիճակներ, երբ անհրաժեշտ հետազոտությունները չեն իրականացվել եւ զորակոչիկներին առաջարկվել է դրանք կատարել սեփական միջոցներով։ ՄԻՊ-ի ներկայացուցիչների խոսքով գործող կարգավորումները չեն սահմանում կենտրոնական բժշկական հանձնաժողովի օրական փորձաքննությունների առավելագույն շեմը, ինչը նրանց գնահատմամբ ռիսկեր է ստեղծում թե փորձաքննությունների որակի, թե զորակոչիկների առողջության համար։ Մեր գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս զորակոչիկին իր վստահելի բժշկին որպես մասնագետ խորհրդատու ներգրավելու փորձաքննության գործընթացում։ Դա կարող է ավելի մեծացնել զորակոչիկների վստահությունը հանձնաժողովի եզրակացությունների օբյեկտիվության վերաբերյալ։ Առողջության իրավունքը ենթադրում է ոչ միայն բուժօգնության հասանելիություն, այլև անվտանգ եւ արժանապատիվ պայմաններ։ Մասնագետները նկատում են, որ հիմնարկներում համակարգային խնդիրներ կան, քանի որ 2025-ին արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 16-ը եղել է կենսաբանական մահով։
8-ը ինքնասպանություն։ Ինչ կենսաբանական մայի մասին է խոսքը, ինչպիսի հետաքննություն է եղել, այսինքն այդ ամեն ինչը փակված վիճակում է գտնվում։ Մենք որպես դիտորդական խումբ արտադրության նախարարությունից թե առողջապահության նախարարությունից չենք ստացել նման պատասխան, ովքեր են գրել պատասխանատվություն։ ՄԻՊ-ից նշում են, որ ցուցանիշները անհանգստացնող են եւ դա վկայում է, որ ինքնասպանության եւ մահվան դեպքերի պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերահանման գործում թերացել են իրավասու մարմինները։ Թերացումները առավել արտահայտվել են ինքնասպանության դեպքերից, առնվազն 2-ում, երբ մեկում անձը բազմաթիվ ինքնավնասումներ է կատարել, իսկ մյուս դեպքում անձը կրկին ինքնասպանության փորձ է արել։ ՄԻՊ-ից նկատում են, նրանց նկատմամբ պետք է ուժեղացված հսկողություն սահմանեին։ Մենք ունենք ինքնասպանության նաև փորձի դեպքերի թվային աճ 2024 թվականին 14 անձի կողմից կատարվել է ինքնասպանության փորձի 19 դեպք, իսկ 25 թվականին 26 անձի կողմից կատարվել է ինքնասպանության 46 դեպք։ Շատ դեպքերում հնարավորություն են ունենում հոգեբանները ազատությունից զրկված անձանց հետ միայն մեկ անգամյա զրույց ունենալ, ինչը բնականաբար հնարավոր չէ մեկ անգամյա զրույցի միջոցով վերհանել ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկը։ Առանձնացնելով խնդիրները մասնագետները հիշեցնում են պետության դիարժեք վերահսկողության տակ գտնվող յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթ։ Հայաստանն ընդլայնում է իր տնտեսական գործընկերության շրջանակը։ Այսուհետ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ։ Այսպիսով կազատականացվի ու կպարզեցվի կողմերի միջև ապրանքների առևտուրը, կխրախուսվի առևտրի ընդլայնումն ու բազմազանությունը, ինչը կնպաստի էմիրաթական շուկայում ապրանքների մրցունակության բարձրացմանը, ավելացնելով արտահանման ծավալները։ Հայաստանի Հանրապետությունից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի այսօրվա մեր ընթացիկ արտահանման 95%-ը։ Մենք բանակցություններում մեր ընթացիկ արտահանվող բոլոր ապրանքները ներկայացրել էինք եւ ըստ էության 95%-ը հաստատվել են։ Դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման ներկա ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողները կսուբսիդավորվեն $500,000 չափով, մեծացնելով մրցակցային առավելությունը։ Հետևաբար կանխատեսվում է նաև արտահանման ծավալների աճ։ Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք Հայաստանից արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են։ Դրանք են թարմ մրգերը, ելակը, հանքային ջրերը եւ այլն։ Նշված ապրանքների համար Հայաստանից Էմիրություններ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալն այս պահին $1.5 միլիոն է, Հայաստանի ներուժը $10 միլիոն է։ Արդյունաբերական արտադրանքի մասով, օրինակ ալյումինի փայլատի թեղ, համաձուլվածքներ ալյումինի, բժշկական սարքեր, ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, կահույք, ռադիոհեռարձակման սարքավորումներ, սրանք այն է, ինչ որ մենք արտահանում ենք եւ կարող ենք եւ այստեղ Միացյալ Էմիրությունների շուկան 51 միլիարդ ամերիկյան շուկա է, մենք այս ապրանքները մոտավորապես $10 միլիոն չափով ենք Էմիրություններ արտահանում եւ ըստ էության այս պահի ներուժը 25-ից 30 միլիոն։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն, որոնք կվերաբերեն հարկ վճարողների մեծ մասին։ ՊԵԿ-ն առաջարկում է գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսել ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման։ Ներկայում որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն նախատեսված չէ։ Օրինակ, պիտանելիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում ապրանքների վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, ինչը խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը։ Մենք առաջարկում ենք, որ ՀԴՄ-ով ձեռքբերումների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտումները, երբ նվազում են ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գումարները, արտացոլվեն գործարքի ճշգրտման տվյալ ժամանակաշրջանում, եւ սա հիմնականում վերաբերում է ավելացված արժեքի հարկ վճարողներին։ Վերանայվում է նաև չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռքբերողի կողմից ավելացված արժեքի հարկի գումարը հաշվանցելու կանոնը։ Որոշ դեպքերում, երբ հարկային հաշիվը սխալ է լրացվել հարկ վճարողի կողմից, անհրաժեշտություն է առաջանում նշված գործարքի մասով նախկինում դուրս գրված հարկային հաշիվը չեղարկել եւ դրա փոխարեն դուրս գրել նոր հարկային հաշիվ։ Նման իրավիճակներում նույնիսկ տույժեր են առաջանում։ Հիմա առաջարկվում է չեղարկված հարկային հաշվի փոխարեն
նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում սահմանել, որ ավելացված արժեքի հարկի գումարները ենթակա կլինեն հաշվանցման, գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում։ Սա թույլ կտա տույժերից խուսափել։ Որ երկրում ռուսերենն արդեն հետ է մղվում, կրթական ոլորտի պատասխանատուները իրենք են ֆիքսում։ Ընդունելության ցուցանիշները ակնհայտ ցույց են տալիս, որ ռուսերենով հետաքրքրվածությունը նվազում է եւ ընդհանուր առմամբ նույնիսկ ռուսերենի ուսումնասիրության բաժիններ դիմելիության շատ լուրջ խնդիր կա։ Ոչ միայն ռուսերենի, այլև քիմիայի նկատմամբ է հետաքրքրությունը նվազել, փաստում են կրթության ոլորտի փորձագետները։ Արդյոք երիտասարդները կորցնում են հետաքրքրությունը որոշ առարկաների նկատմամբ եւ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Վերջին տարիներին նկատվում է, որ դպրոցականների եւ ուսանողների շրջանում զգալիորեն նվազել է հետաքրքրությունը ֆունդամենտալ գիտությունների նկատմամբ։ Վիճակը այնքան է լրջացել, որ երեխաներից շատերը քիմիան պարզապես չեն հասկանում, ասում է կրթության ոլորտի փորձագետը ու եզրակացնում, հետևաբար չեն սիրում։ Եթե պրագմատիկ վերցնենք զուտ, ասենք գումար վաստակելու միջոց, ապա դարձյալ այդտեղ ընդհանրապես որևէ պատկերացում երեխաները չունեն, որտեղ չնայած Հայաստանում կա եւ զարգանում է քիմիական արտադրությունը, չկա որևէ ազդակ, որը գնում է դեպի երիտասարդություն, որ գիտեք, մենք տարիք ունենք մասնագետների, գնացեք, դիմեք, սովորեք, եկեք մեր մոտ աշխատեք։ Փախչանյանի խոսքով դրա հետևանքով տուժում է գիտությունը, ուստի պետությունը պետք է կոնկրետ պարտավորություններ ստանձնի։ Անհրաժեշտ է, որ պետությունը վերջնական խորը պարտավորություն ստանձնի, դրա նախադրյալները կան, այս վերջի ռազմավարությունը որ կա, նպատակ է դրել, որ բյուջեի մի զգալի մասը պետական հենց գիտության վրա ծախսվի, այնտեղ կոնկրետ արդեն հնայի տոկոս է նշված, բավականին բարձր, որը արդեն իսկ լավ բան է, բայց դե էլի դա շատերի աչքերում ընդհանրապես այսպես հեռավոր խոսում է։ Մասնագետները նկատում են, որ առաջին հերթին փոխվել են ժամանակի պահանջները։ Երիտասարդները այսօր ավելի շատ ձգտում են այնպիսի ոլորտների, որոնք արագ եկամուտ են ապահովում, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Այդ պատճառով լեզուները կամ բնագիտական առարկաները հաճախ մնում են երկրորդ պլանում։ Երկրորդ պատճառը դասավանդման մեթոդներն են։ 35 տարի շարունակ սովորեցրել ենք մեր երիտասարդությանը, որ պետք է ելնել ամեն ինչում շուկայի պահանջներից։ Եվ դա շատ սխալ, իմ կարծիքով շատ սխալ ելակետ է գիտության եւ առհասարակ մշակույթի համար։ Ֆունդամենտալ գիտությունները դա մի ոլորտ է, որը պետք է ֆինանսավորվի անկախ նրանից ինքը այսօր կամ վաղը բերում է անմիջապես եկամուտ թե ոչ։ Բացի այդ, մեծ դեր ունի նաև մոտիվացիայի պակասը։ Երբ աշակերտը չի տեսնում, թե հետևյալ առարկան ինչպես կարող է օգտակար լինել իր ապագա մասնագիտության համար, նրա հետաքրքրությունը ինքնաբերաբար նվազում է։ Սակայն հարց է առաջանում. արդյոք այս միտումը կարող է բերել մասնագետների պակասի։ Փորձագետները պնդում են. այո, եթե այս միտումը շարունակվի, ապա ապագայում կարող ենք բախվել քիմիկոսների, լեզվաբանների եւ այլ մասնագետների պակասին։ Սա իր հերթին կարող է ազդել ինչպես գիտության, այնպես էլ տնտեսության որոշ ճյուղերի զարգացման վրա։ Օրինակ, քիմիայի ոլորտը կարևոր դեր ունի դեղագործության, արտադրության եւ շրջակա միջավայրի պահպանության մեջ, իսկ ռուսերենի իմացությունը շարունակում է կարևոր լինել տարածաշրջանային համագործակցության եւ աշխատանքային որոշ ոլորտներում։